Ուրտեքստը, ինչպես գերմաներենից հայտնի է բառը ուրտեքստ, օրիգինալ տեքստ, այսինքն օրիգինալ տեքստ, որը որ ամենամոտիկն է կոմպոզիտորի ձեռագրին։ Ուրտեքստը դա բնօրինակը չի, դա ձեռագիրը չի։ Ուրտեքստն էլ ունի խմբագիր եւ ուրտեքստի խմբագիրը դա այն մարդն է, ով որ վերծանում, վերլուծում է ձեռագիրը։ Եթե դուք երբևիցե տեսել եք կոմպոզիտորի ձեռագիրը, դուք կհասկանաք, որ շատ անգամներ դուք չեք էլ հասկանում ինչ է գրած, որովհետև այդ խզբզած, ջնջած, նորից գրած, մի քանի տարբերակով նշումներ արած եւ այլն տեքստ է, որը որ սովորական կատարող դաշնակահարի համար ամիսներ, միգուցե տարիներ պետք է գա, որ նա հասկանա ինչ է գրած։ Դրա համար այդ տեքստը խմբագրվում է։ Ինչ մինուսներ եւ պլյուսներ ունեն խմբագրությամբ նվագելը, ռեդակցիայով այսպես ասած նվագելը։ Եթե դու անում ես ամեն ինչ, ինչը որ գրված է ռեդակցիոն խմբագրային տեքստի մեջ, բոլոր դինամիկ նշանները, բոլոր շտրիխները, արտիկուլյացիաները, դանդաղացում, արագացում, տեմպ, ամեն ինչ, ինչը որ գրած է դու անում ես, փայլուն ես անում, հոգի ես ներդնում, բայց արդյոք դա քո ինտերպրետացիան է, արդյոք դա քո կատարումն է։ Ինչով է ուրտեքստը խանգարում, այսպես ասած, ռեդակցիային, խանգարում ճակերտներում։ Ուրտեքստի ժամանակ դու պետք է մտածես։ Ուրտեքստը ստիպում է քեզ էլ ավելի խորապես ուսումնասիրել տեքստը, ստիպում է, որ դու ավելի վերլուծող ուղեղով մոտենաս այդ գործին։ Ուրիշ հարց, արդյոք եթե մենք ընտրում ենք ուրտեքստը, ապա մենք պետք է լրիվ բացառենք խմբագրությունը, պետք է արհամարհենք, պետք է չընդունենք։ Իհարկե ոչ։ Մենք պետք է ծանոթ լինենք խմբագրություններին, մենք պետք է ուսումնասիրենք այդ խմբագրությունները, մենք պետք է կարդանք գրականություն, մենք պետք է բացենք խմբագրությունները, համեմատենք ուրտեքստի հետ, ինչ որ միտեղ նույնիսկ ինչ որ մի գաղափարից օգտվենք, որովհետև խմբագիրները, ովքեր որ խմբագրել են այդ նոտաները, փայլուն դաշնակահարներ են եղել, փայլուն երաժշտագետներ են եղել եւ դա ուղղակի անվճար դաս է, որը որ նոտաների մեջից մենք ստանում ենք։ Ես հակված եմ ուրտեքստով նվագել, միևնույն ժամանակ համեմատել ուրտեքստի տեքստը տարբեր խմբագրությունների հետ, քննարկել, բանավիճել իմ մեջ, հասկանալ, որ տարբերակն է ինձ ավելի մոտ եւ այդ ամենից հետո բոլորը մի կողմ դնել, բացել մաքուր, սպիտակ ուրտեքստ եւ արդեն ստեղծագործում ես դաշնամուրի վրա ուրտեքստ նոտաներով քո սեփական ինտերպրետացիան։ Հիմա վերադառնալով այն